1988 թվականի ավերիչ երկրաշարժից անցել է 37 տարի։ Գյումրիում դեռ ընտանիքներ կան, որոնք ապրում են տնակներում, առնետների ու գազազատչների հարևանությամբ։ Տուն ենք կորցրել, բայց ես գրանցված չեմ եղել այդ տան վրա։ Ապրել եմ։ Թափառող շներով շրջապատված կարմիր փոքրիկ տնակում 9 հոգով են ապրում։ Ամեն տարի ձմռանը օրերն են հաշվում, թե երբ է գարուն գալու։ Ես թորներս որ ամուսնացրել եմ, բոլորն էստեղ են ծնվել։ Այս տոմիկի մեջը, կռիսների մեջը, ցուրտ, շատ դժվար։ Այս երեխեն 8 ամսը գանե 80,000 անգամ հիվանդացել է։ Առավոտ որ այդ սենյակից դուրս կբերենք, ձերքերն էս ծևի երեխու։ Տան տիրուհու խոսքով երկրաշարժից ավերված տանը գրանցված չլինելու պատճառով իրենց ընտանիքին տուն չի տրամադրվել։ Պետությունը քեզի տուն պարտք չէ։ Տիկին Աննայի ընտանիքն էլ 27 տարի է ինչ այս տնակում է ապրում։ Տարիներ առաջ կարողացել են սեփականաշնորհել տարածքը եւ սեփական ձեռքերով կառուցել իրենց տանիքը։ 2011 թվին սկեսորս մահացար, դե արդեն մեծ տուն չէր հասնի։ Մենք էլ դիմում ներկայացրինք, ասին չի լինի։ 7 հոգանոց այս ընտանիքում 3 երեխա է մեծանում։ Անկախ բոլոր դժվարություններից ընտանիքի մեծերը ժպիտով են խոսում իրենց պայմանների մասին։ Հարմարվել ենք էլի մի կերպ այս երկու տեղն է, սենյակն է, այնտեղ միջանցք որպես հաշվենք կուխնյա, այդպես ապրում ենք, արդեն սովորել ենք։ Կենցաղային դժվարությունները չեն խանգարում այս մարդկանց ապրել հույսով, որ մի օր կունենան իրենց սեփական տունը, մինչ այդ բավարարվում են ունեցածով։ Դժվարությունները շատ են, բայց փորձենք հաղթահարել։ Հարմարվել ենք արդեն ասած։ Երեխեքը խաղան գա, են մեկը պարտես կեշտա, հայատը լավ է, էլիս են կրսեպական տուն է, հիմնականը հայատքերն ենք։ Գյումրու քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի պաշտոնակատար Մկրտիչ Դավթյանի խոսքով կառավարությունն ունի նախագիծ, ըստ որի 150 ընտանիք շուտով կստանան իրենց կորցրածի չափով դրամական փոխհատուցում։ Կան այնպիսի տնակ ապրող բնակիչներ, որ պետությունը ընդհանրապես իրենց փոխհատուցման որևէ բան չունի տալու, քանի որ արդեն իրենք իսկ պետական աջակցությունից օգտվել են եւ իրենց ստացած բնակարանը համապատասխան կառույցում իրավունքի պետական գրանցում չեն կատարել տնակը չափամոնտաժելու պատճառով։ Մոտավորապես այդպիսի տնակներ ունենք 400 եւ ավելին, այդ տնակները ընդհանրապես չափամոնտաժեն եւ որևէ փոխհատուցում պետությունը իրենց չի տալու։ Դավթյանի խոսքով կառավարության նախագիծն այս մարդկանց բաժանել է կատեգորիաների, աջակցություն է սահմանվելու նաև այն ընտանիքներին, ովքեր արդեն պետությունից ստացել են բնակարաններ, բայց դրանք վաճառել են ու շարունակում են ապրել տնակներում։ Իսկ այն տնակ ապրող քաղաքացիները, որոնք որ պետության կողմից ստացել են փոխհատուցում եւ վաճառել են, այս համապատասխան կառավարության որոշմամբ իրենց նախատեսվում է աջակցությունը պասում 1 տարի 60,000 դրամ վարձ ամեն ամիս։ Քաղաքապետարանից վստահեցրին, որ Հայաստան համահայկական հիմնադրամն արդեն 2 տարի է գործակցում է իրենց հետ, ինչի շնորհիվ մի քանի ընտանիքների հատկացվել են բնակարաններ։ Սեդամակարյան, Էդիկ Մալաքյան, Կարնիկ Նահապետյան, Գյումրիից ABC Media։